կայացվի։ Վեհապարտեր, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 18-ից հետո մենք առիթ ունեցել ենք իհարկե զրուցելու, հատկապես 20-ից հետո, 20 թվականից հետո, եւ ես պնդում էի, որ պատահական չեն 18 թվականից եկեղեցու դեմ այդ հարձակումները, ձեր դեմ այդ հարձակումները, եւ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը կապ ունեն աղանդավորական կազմակերպությունների հետ, որովհետեւ նրանք անթաքույց սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն էին հայտնում այդ կազմակերպություններին, տարբեր կրոնական կազմակերպություններին, քարոզով էին զբաղված նրանց։ Հիմա, երբ որ այս ամենը տեսնում ենք, նախ դարձյալ դուք թերահավատ եք, դուք չէիք պատկերացնում, որ կարող է առնչություն ունենան։ Հիմա էլ եք դուք այդ կարծիքին։ Այն առումով, որ մենք փաստեր չունենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ նման հաստատում կատարել։ Եվ մի բան էլ ուզում եմ ճշտել, երբ որ Վիեննայում տեղի ունեցավ, Ավստրիայում տեղի ունեցավ, Ավստրիայում ոչ կոնկրետ Վիեննայում, հոգևոր ժողովը, եւ այդտեղ մասնակցում էր նաեւ Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Միացյալ Նահանգներից մենք տեղեկություններ ստացանք, որ նա այդ ժողովի ընթացքում ասել է, թե իր փոխարեն ինչ որ մարդիկ են գրառումներ կատարել ձեր դեմ, որ ինքը չի ցանկացել, իրեն ստիպել են, ճնշումներ են գործադրել, ինչպես եղավ, որ այդպես դարձի եկավ։ Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, այնինչ որ դուք ասեցիք վերագրվող Հովնան Սրբազանին։ Հովնան Սրբազանը մասնակցություն է ունեցել եպիսկոպոսաց հավաքին եւ այնտեղ ինքը հայտարարել է, որ եկեղեցու կանոնական ընթացքների մեջ է։ Մեզ համար խնդիրը փակված է այնքանով, որ ինքը ներկայիս կանոնական դաշտում է։ Վեհապարտեր, պատերազմից եւ տարածքային կորուստներից հետո ինչ հոգեվոր վիճակում եք տեսնում հայ